Լիլի ջան, բարի ոսեկել մեր տունը։ Մեր աչքի, մեր գլխի օրատեղ։ Կրկին մեր տանը շնորհավորում եմ ձեր ամուսնությունը, ձեր միությունը, երջանիկ խաղաղ կյանք եմ ցանկանում։ Կյանքի բոլոր դժվարությունները կարողանաք համատեղ անել։ Շնորհավոր։ Մեկ անգամ ևս հիշենք ինչ համար ենք հավաքել մեր շատ գեղեցիկ Լիլիթի ու գեղեցիկ Վայկի համար, որ շատ ուրախ ենք, այսօր ձեր ոտը մեկ անգամ ևս խերով լինի, այս նոր օջախում Լիլիթ ջան, ձեզ ցանկանում ենք մենք Վայկի ընկերները ցավը տանեմ։ Ամենալավն ու բարին, կյանքում ինչ որ դուք ձեր սրտով կցանկանաք, որտեղ ինչ որ մենք շատ տարիքով էլ ջայլ ենք ինչ որ մեծական բաներից խոսանք, պրոստը դուք պետք է զգաք, մենք ինչքան ենք ինձ ձև ենք նվիրված ձեզ։ Ուրեմն Վայկ ջան, ցավը տանեմ, ձեր նպատակներին իրականություն։ Ինչ գործ սկսել եք, ցավը տանեմ, դա դեռ սկիզբն է։ Հաջողություն ունի ձեր բռնած գործի մեջ, աղբերս։ Աստծո կողմից օրհնված ելնեք, աղբերս, ցավը տանեմ։ Այս սաղ քո ընկերների կողմից է ինձ թույլ են տվել։ Վայկի ու Լիլիթի համար ցավը տանեմ։ Ինչքան դուք իրար հետ լավն եք, այնքան մեր բարեկամությունը ամուր կնի ու Մարջան կենաց թախտերս։ Լիլի ջան, հասկանում եք։ Ապեր, մեր բարեկամության կենացը դարձանք բարեկամներ։ Ապեր, ոնց ասած մեր բարեկամության կենացը Եսի հավերժ բարեկամություն ստացել այսօր։ Ստեղծվել էր այսօր ամրապնդումը։ Ու տարիների ընթացքում ինչքան գին հնանում է կամ կանեկ են կամ գինը թանկանում է։
բարեկամություն ինքան ամեն ինքան թաղում։ Մեր բարեկամության կենացից համի տան։ Սաղս այստեղ բարեկամ։ Բոլորիս աչքը լույս լինի։ Բարեկամներ դառնալու արդիվ։ Դայս ռոզիկ։ Մեկ անգամ եւս աչքներս լույս լինի մեր բարեկամության կենացից։ Ապրեք դեպքան, ամպակաս է այդ։ Ապրեք։ Վատա Լավն ու բարեն եւ սրանից մի քիչ մնացածն է ձեր ձեռքերում։ ուրախանանք, երջանկանանք երջանկությունը մարդու միակ փրկությունն է, որ երկար կարողանում ապրել։ Ձգտենք, որ երջանիկ լինենք, որ բանը հեշտ ու հանգիստ։ Լավ լինենք, Ռեկ ջան։ Աբես, կարճեն։ Բարի օր սիրելի եւ հարգելի հյուրեր, սեղանակիցներ, բարեկամներ եւ ի վերջո խնամիներ, բոլորիդ գալը այս գեղեցիկ հյուրանոցային համալիր բարով լինի, բարով եք եկել եւ իհարկե բոլորս էլ քաչ գիտենք թե ինչ արետով ենք բոլորս հավաքվել, այնպես որ բոլորիդ ցանկանում եմ անխտիր բարձր տրամադրություն եւ հաճելի ժամանց, իհարկե մեր նորամսակների հետ միասին նրանց ամենամոդիկ ազգականների, բարեկամների հետ միասին։ Դենք հարգելի բարեկամներ, հիմա իսկը ժամանակն է երկար սպասեցնել չտանք հարսանեկան շքախմբի, կարևոր ժամանակը սպասում է, սուղը եւ պետք է անընդհատ ուրախանալ եւ քեֆ անել։ Ես նայում եմ ձեր բոլորի դեմքերին, մի փոքր երևի նոր տեղավորվել եք, հասկանալի է, բայց երևի թե խոստանանք, որ մի լավ քեֆ ենք անելու եւ բաժանված է ինստինկտիան արդեն մեր այսօրվա մասնակիցները բաժանված են երկու մասի, աջ եւ ձախ։ Հուսով եմ առողջ մրցակցություն այնուամենայնիվ կլինի ձեր մեջ եւ այս առողջ մրցակցությունից կառաջանա լավ քեֆային մթնոլորտ։ Բարով եք եկել եւ երկար սպասեցնել չտանք, միանգամից դիմավորենք մեր հարսանյաց շքախմբի եւ այսպես այս պահին առաջարկում եմ բուռն ձապողջուններով դիմավորենք մեր հարսանյաց շքախումբը, դիմավորենք նորապսակների ծնողների, Վահիկի, Հայրիկի եւ Մայրիկի, Ռուդիկ եւ Անյա, Վարդանյանների բուռն ձապարեք խնդրում եմ։ Համեցեք։ Լիլիթի մեր հարսիկի ծնողները ուրեմն Աշոտ եւ Սենորա բնականաբար։ Ողջունում ենք եւ նրանց ենք դիմավորում հանդիսասրա։ Ավելի բարձր։ Ազատ Բաշի ես արդեն նկատել եմ շատ անհամբեր է։ Հուսով եմ կարդարացնի նա, այնպեսի քեֆ կազմակերպի այստեղ, որ կարդարացնի այս բոլոր հարագացումները։ Դիմավորում ենք նախ մեր քավորին, առանձնահատուկ ջերմ ծափարություններով քավորին եւ քավոր տիկնոջը, տեր եւ տիկին Բալայաններին։ Համեցեք իրավեք ձեր տեղերը, իսկ այժմ Ազատ Բաշու եւ հարսնակրոջը, Հասմիկի եւ Մանուշակին, խնդրեմ, համեցեք։ Իսկ այժմ, քանի որ այս համալիրը կոչվում է դղյակ, ուստի բոլորս հոտնկայս խնդրում եմ, կանգնենք ոտքի բոլորս եւ ջերմ, բուռն, ծափահարություններով հրավիրում ենք սրահ, այս գեղեցիկ սրահ, այս դղյակի թագավորին եւ թագուհուն Փեսային մեր սիրելի եւ հարսին, խնդրեմ, համեցեք ավելի բուռն ծափողջունները նրանց։
համեցեք, ասպես է, համեցեք կենտրոն։ Ավելի բարձր, խնդրեմ դեմքով դեպի հյուրերը, իսկ հիմա մեր հասն ու պեսան իրենց շնորհակալությունը կհայտնեն մի գեղեցիկ պարով, դե ինչ երաժշտությունը խնդրում ենք թողնչի և ձեզ բուրըն ծապողջինների ներկու յարկ է։ Շնորհակալություն իհարկե հասի եւ դեսային այս գեղեցիկ պարը մեզ մատուցելու համար, շնորհակալություն կարող եք գրավել ձեր քերները։ Եվս մեկ անգամ ծափարենք նրանց եւ այժմ խոսքը սիրով տրամադրենք մեր Փեսայի հայրիկին իր սրտի խոսքը ասելու համար։ Դարձյալ ծափարություններով նրան հրավիրենք այստեղ։ Բարև ձեզ հարգելի հարազատներ, ինգերներ Վահեկի եւ Ներիկի, մեր քանալիները երկու կողմի հարազատներն ովքեր եկել են այստեղ, մեր առաջին մասը մենք ավարտել ենք եկեղեցում, երկրորդ մասը խնջույքը, որ պիտի կայանա, ավարտվի, կրկին անգամ ես շնորհավորում եմ եւ շնորհակալություն, որ մեզ մենակ չեք թողել եւ կխնդրեի ձեր բոլորի թույլատվությամբ մեր հարգարժան Արտուրին միգուցե ինքը ավելի շատ, ավելի լավ բաներ արտահայտ ու մենք ուրախանանք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն այլ ձեզ, խնդրեմ համացեք ձեր տեղը, ավելի ջերմ ծափահարենք։ Շնորհակալություն։ Եկեք խնդրեմ։ Եկեք այսօր ու դարձեք մեզ սեղանակից, օգտվելով մեր այսօրվա բարենպաստ եղանակից։ Եկեք այսօր ուզածներից պես ուրախանանք, ուտենք, խմենք, չէ որ նորից, էլ մեր մորից չենք ծնվի մենք։ Թող կան խնդրեմ բոլոր դրանք, ովքեր գիտեն փայլատակել կարմիր գինու թնդությունից, ուրախանալ եւ օտարի խնդությունից, ովքեր գիտեն վիշտն ու ցավը ետ վանելու, կյանքում լավը եւ առողջը հավանելու, գեղեցիկը ու վսեմը դավանելու։ Թող մոտենա մեր սեղանին նա, ով տանջանքից կշտացել է ու փնտրում է սպեղանի, ով կրում է խոցերն անանց աղջիկների ու գեղանի հարս ու կանանց։ Մի ուշացեք, դե ձեզ մատաղ, նախ եւ առաջ բարով տեսանք իրար ասենք, ինչպես խփել ու խմել են լուսահոգի մեր պապերը։ Դե խմողանց խումը անուշ, երրեպ գինու կումը անուշ, խորովածի համը անուշ։ Հիմա ընտրենք մեզ իսկական մի չամադա, որ հավատը արդեն խմած կենացներին չի հակասի, այնպես, ինչպես որ մեզ նման, քեֆ անողի քեֆն էլ երբեք չի պակասի։ Դե ինչ հարգելի բարեկամներ, խնդրում եմ լցնել գավաթները եւ բաժակով այս առաջին, նախ եւ առաջ խմենք բարով տեսանք, բարի գալուստ բոլորիդ անուշ լինի։
Դե ինչ, հիմա ասել է արդեն այն ամենակարևոր եւ սպասված ախորժալի մասը հանդիսության։ Երևի հասկացաք։ Դիմավորենք բոլորս ջերմ ծափահարություններով մեր հայկական սեղանի համով զարդը, անուշ հոտով խորովածը, ծափ, 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 բրավո։ Մի կենաց կա, շատ պատվավոր։ Եկեք բոլորս բաժակ բարձրացնենք եւ խմենք այն երկու հրաշալի մարդկանց կենացը, որոնք այսօր սուրբ խաչը իրենց ձեռքում պահած օրհնեցին մեր նորապսակների թագն ու պսակը։ Առաջարկում եմ բաժակ բարձրացնենք եւ խմենք Քավորի եւ Քավոր տիկնոջ Նվեր եւ Զինա Բալայանների թանկագին կենացը։ Քավոր ջան, կենացը թող լինի, օջախից շենություն եւ ձեր ջերմ վերաբերմունքով միշտ սադար լինեք մեր նորապսակներին, ձեր վերաբերմունքով նրանց թև ու թիգունք լինեք իրենց նորաստեղծ ընտանիքին եւ կարողանաք նրանց հեռու պահել տարբեր անհաջողություններից այս կյանքի։ Շնորհակալություն ձեր լավ բարի գործի համար, թող միշտ այսպիսի ուրախ առիթներից անպակաս լինեք, քավորություն անեք, եթե իհարկե կարող եք, որոնք վստահ եմ անձամբ, քավորություն անեք շատերին եւ օգնեք այսպիսի նորաստեղծ ընտանիքներին։ Եվ այս կատարումը մեծ սիրով նվիրվում է Քավորին եւ Քավոր տիկնոջը։
Առաջարկում եմ բաժակ բարձրացնենք և խմենք Վահեի, Հայրիկի և Մայրիկի, Ռուդիկ և Անյա Սարգսյանների, ինչպես նաև Լիլիթի հայրիկ, մայրիկ, Աշոտ և Սենորա Վարդանյանների թանկ կենացը։ Երջանկություն ձեզ սիրելի ծնողներ, թող ձեր աչքը լույս լինի, ձեր զավակների երջանկությունը կրկնակի անգամ երջանկացնի ձեզ, ուրախանաք նրանց ուրախությամբ և թող ձեր տները լցվեն մանկան ճիչով և դուք ուրախանաք ձեր որդիների հաջողությամբ։ Ձեր կենացը սիրելի ծնողներ։
Հարգելի բարեկամներ, կենացը որ առաջարկում եմ ձեր ուշադրությանը իր կրկնակի իմաստով էլ ավելի անուշ է ու քաղցր։ Եկեք բոլորս լսնենք գավաթները եւ բաժակ բարձրացնենք, խմենք մեր նորապսակների տատիկ պապիկների կենացը։ Իսկ այն տատիկ պապիկները, ովքեր այսօր մեզ հետ չեն ֆիզիկապես, նրանց հողը թող թեթև լինի նրանց վրա, նրանց կենթանի կենացը նույնպես։ Ափսոս, որ մեզ հետ չեն եւ չեն կարող ուրախանալ այսօր։ Սիրելի տատիկ պապիկներ, ձեզ ցանկանում ենք երկար տարիների առողջ կյանք, Ղարաբաղյան երկարակեցություն եւ Սիբիրյան առողջություն։ Եվ այս գեղեցիկ տողերը Սայաթնովայի հատուկ ուզում եմ ընթերցել ձեզ համար։ Չամամաշխար, պտուտեկա, չթողի հաբաշ նազանի, չտեսակու դիդարի պես դում դիպուն են բաշ նազանի, թե խամ հակնիս, թե զար հակնիս, կուշինիս խումաշ նազանի, են դու համակու տեսնողն ասում է, վաշ նազանի, իս են Սայաթնովասին ջիմ, որ ավզի վրա հիմնանամ, աջապ միզիտ ինչ իս կամում, սրտեց մեխ խաբար իմանամ, դում կրակ, հակացըտ կրակ, որ մե կրակին դիմանամ, հնդու ғալամքար ուրեն ծացքիվիս, մարմաշ, նազանի։ Բոլորս գավաթ ենք բարձրացնում և խմում ենք մեր տատիկ պապիկների թանկ կենացը, սիրելի տատիկ պապիկներ, ձեր չարչարանքներին ապաշխարանք, արդեն իսկը ժամանակն է, որ դուք լիովին հանգստանանք և վայելեք այս կյանքը ձեր թորների, ծորների հետ միասին, ձեր կենացը։ Երեց երեշտական համարը սիրով, մեր տատիկների և պապիկների բարդին
մնացա ձեզ համանի նորից կենացի հանում եմ վիսկի հողիմ անոնա ձեզ համանի նավի են ասում են կնում անումած ես որ միս եմ տոնում երասված պատոմի նարասյոնում նավի ներով ասում են կնում անումած ես որ միս եմ տոնում երասված պատոմի նարասյոնում Կամի նարուշ ամես էի պատի վիզախարես ձևոտնի հասր հոյնես Կամի նարուշ ամես էի պատի վիզախարես ձևոտնի ամուշ բանես Ես պապին դարնա, հորիս է չորշեն, ձեզ նողնի համար Թե ասմաս յանտա, հասանի կան, աղիչ հասար է, ձեզ հավատան է, տարիներ, ասում են կան, անոնց, ես նողնից եմ, երասպած, պատմի վարասյոնում Նարիքներ, ասում են կան, անոնց, ես նողնից եմ, երասպած, պատմի վարասյոնում Կամի ամուշ ամես, էրի կամի իջավ անես, ձևոտնի հապսը հորիքներ Կամի ամուշ ամես, էրի կամի իջավ անես, ձևոտնի ամուշ հորիքներ Հարգելի սեղանակիցներ, շնորհակալություն տատիկ պապիկների գնացի համար, ովքեր չկան հողոտեթև, իրանց մասին մի երկու խոսք, ասում են թե ժամանակի ըստ կարգի հայր ու որդի հեռանում են աշխարհից։ Ու որդին ծարավում է և ջուր է ուզում խմել։ Դնում է հորը հայրը ցույց է տալիս թե որտեղից կարելի է օգտվել։ Մի քանի անգամ ջուրը վերջանում է։ Որդին նորից խտրում է հորը, ասում է տղա ջան, դուք գիտեք ջրի տեղը։ Պապ, չկա։ Տղա ջան, մեզ են աշխարհում ոչինչ չենք թողել, որ մեզ հիշեն, որ կուլանդեր լիքը լինի։ Տատիկ պապիկներ ձեր կենացը, թող ձեզ միշտ հիշեն և այստեղ և որտեղ որ լինեք, և որպեսզի ձեզ հիշող դուք ներ ծարավ չլինեք։ Երկրորդը, շնորհակալություն ծնողների համար, որ մեզ աշխարհ են բերել, որ մենք այսօր ուրախանում ենք մեր որդիներով։ Եվ պարզապես շատ շնորհակալություն եմ հայտնում պարողներից, որովհետև այնքան եռան ներդնել այս փոքրիկ տեղը ընդամենը երկու զույգ ծնողների համար շատ մեր ջանքերը շնորհակալություն։ Այժմ հարգելի բարեկամներ, չգիտեմ, երևի թե ձեզանից շատերը արդեն նկատել են, ճանաչեցին երգիչ, բարձրաճաշակ երգիչ, մտածող երգիչ եւ որի երգերը իհարկե առաջինը մտածել են տալիս մարդուն խորհեր մի պահ։ Ներկայ այստեղ անունն է Դավիթ, ազգանունը Ամալյան։ Ծափահարենք նրան եւ Դավիթ Ամալյանը իր երաժշտական նվերն է ուզում մատուցել մեր նորավասակներին։ Երևի ինչ-որ խոսք է, հետո լավ, ծափահարում ենք եւ հրավիրում նրան։ Այդքան էլ մտածող չեմ, Վահիկ ջան, շնորհավորում, ցավդ տանեմ։ Մի քիչ երգերս տխուր է, բայց ես կգնամ ընկերներս կուրախացնեմ։